ասացի փոքրիկ 30 վայրկյանանոց լրացում ունեմ, եթե կարելի է, էլի։ Համեցեք։ Տեսեք, հիմա այս բաները ստացվեց, ամբողջը IT պատասխանատուն Գսպոյան այս պահին աշխատում է, եթե չեմ սխալվում, տեխնիկական տնօրենը, որի այսպես ստորաբաժանման ներքո է գտնվում այդ բաժինը, Կուդյան Միքայելի գլխավորությամբ աշխատում են, իրացման տնօրենությունում այդ ինֆորմացիաները ամբողջությամբ կան, այսինքն կարծում եմ, որ եթե մինչև հիմա անգամ չի արվել, որ պետք է արվել բացի անվտանգության տնօրենի կողմից չհաստատված ինչով, այսինքն անվտանգության տնօրենը ասել է հանձնաժողով սարքեք, պարզեք, հետևից ոչ հաստատում ունի, ոչ գլխավոր տնօրենին ուղղված զեկուցագիր եւ այլն, այսինքն ընդհանրակարգ է խախտվել։ Այս պարագայում ընդհանրապես կարելի էր այդ ուղարկելուց առաջ կանչել համապատասխան անձանց, այսպես ասած մի հատ վրայով անցնել update անել, որից հետո ավելի այսպես ապացույցներով արված անել, եթե չի արվել միջև 10 րոպեի թեմա է դա ընդհանրապես։ Գործող այսպես կառավարիչը ընդհանրապես հանձնարարի այս պայն ստուգեն եւ բնականաբար ամեն ինչ բաց։ Լավ, լսեցինք ձեզ, հաջորդ հարցը։ Ես մի քանի րոպե ուղղակի նայում եմ։ Պարոն Օրբելյան եւ պարոնայք գործընկերներ, առաջարկում եմ մենք մի քիչ շռայլ գտնվեցինք ժամանակի մեջ, ես որ նայում եմ ժամացույցին ու մենք այս պահին որ կետում ենք, խնդրում եմ հարցերը ասած կոնկրետ առանց տես ժամանակ կորցնելու մեկնաբանությունների վրա, իհարկե եթե կարիք կզգաք արձագանքելու արձագանքեք, բայց ասենց արագության վրա նաև աշխատենք, որ հասցնենք, էլի համեցեք։ Շատ լավ, ես հարցերը անգամ կհամատեղեմ մի քանի հարցը մեկի մեջ, մինչ այդ նշեմ, որ 25-12-2019 թվականի հանձնաժողովի թիվ 523N որոշման 247-րդ կետի համաձայն հաշվառման տվյալների բազան պետք է պարունակի գրանցումներ հաշվառման կետով անցած ակտիվ եւ ռեակտիվ բացառությամբ 0.22 կՎտ լարման սպառողների էներգիայի քանակությունների լարման մակարդակի մասին։ Այսինքն այն ինչ որ ասում եմ, որ խոսքը չի վերաբերվում 700,000 բաժանորդներին, խոսքը առնվազն այդ 700,000 բաժանորդներից 632,000 բաժանորդներին պետք է հանել այդ ցանկից։ Հաջորդ հարցերս։ Մի րոպե, թողեք որ հաշվի առնելով, որ ԵԲՑ կանոնների մեկնաբանմանն է վերաբերում, այստեղ զուտ գիտություն ընդունեք, որ բացառությունը վերաբերում է ձեր ասած բացառությունը վերաբերում է ռեակտիվի մասին, մենք այդ մասով նաև ունենք վարույթ հարուցած եւ տուժի ենթարկվել Հայաստանի էլեկտրական ցանցերի ընկերությունը այս տարի, հենց այդ մասով, որ ակտիվ եւ ռեակտիվ բացառությունը վերաբերում է միայն ռեակտիվին, եթե ձեր գործընկերներից կարող եք հարցում անել եւ ստանալ այն որոշման պատճենը, որով հանձնաժողովը տուժի է ենթարկել Հայաստանի էլեկտրական ցանցերին, ավելին միջև տարեվերջ ժամանակահատված է տրամադրել։ Եթե դա նկատի ունեիք ձեր պնդումը անելու, բացառությունը վերաբերում է միայն ռեակտիվի մասով, այնտեղ անցումային բացառության հատվածը խնդրեմ։ Լավ, ամեն դեպքում ես այդ նորմից լրիվ այլ բան եմ հասկանում եմ, որ վերաբերում հարցերը։ Հարցս հետևյալն է, առկա է գետ 1 դեպք, եւ հանձնաժողովի գործողությունների իրականացման որևէ կերպ խոչընդոտվել է նշված տեղեկատվությունների ենթադրյալ չպահպանման հետևանքով եւ արդյոք եղել է գետ 1 դեպք, եւ որևէ բաժանորդ հանձնաժողովին դիմում բողոք է ներկայացրել իր այն մասին, որ փորձել է իր վերաբերյալ տեղեկությունները տեսնել ու հնարավորություն չի ունեցել։ Հարցին պատասխանում եմ, հարցը լսեցիք։ Կրկնեմ։ Չէ, կարիք չկա լսել։ Չէ, հարցը լսեցինք, ուրեմն առնվազն գոնե Տիկին Շահինյանն նոր մատնանշեց վարույթի առկայությունը, վարույթի շրջանակում, երբ որ հանձնաժողովը գնացել է մոնիթորինգ կատարելու, այդ տվյալները բացակայել են ու հանձնաժողովի կողմից բացակայել է հնարավորությունը մոնիթորինգ իրականացնելու, այդ տվյալները օգտագործելու, բացի այդ որոշման մեջ բառացիորեն մատնանշվել են հնարավոր բոլոր հետևանքները, այսինքն երբ որ նշում եք արդյոք խոչընդոտվել է հանձնաժողովի գործունեությունը, արդյոք մեկ հոգի սպառող դիմել է այդ տեղեկատվությունը ստանալու համար, հանձնաժողովը հստակ նշել է, թե տվյալների բացակայությունը ինչ հետևանքներ կարող է առաջացնել եւ այդ հետևանքների մասով է, որ որոշվել է, որ հանձնաժողովի աշխատակազմը ներողություն եւ հստակ մատնանշվել է, թե ինչ հետևանքների դրանք կարող են առաջացնել եւ հենց հիմնավորմամբ էլ առաջարկվել է
համապատասխան պատասխանատվության միջոցի կիրառումը։ Հիմա մեկ դիմող դիմել է թե ոչ, ինչ է տեղի ունեցել, երբ եք բացել, որ չեք տեսել։ Մի բան, որ չի օգտագործվել նախագծի մեջ, կարծում եմ, որ որևէ կապ չունի այս բային քննարկվող նախագծի հետ։ Շատ լավ, առաջ գնացինք, հաջորդ Շատ հարցը։ լավ, շնորհակալություն։ Ես մի քանի արձանագրում անեմ, նախ որ նման փաստաթուղթում իրոք առկա չի, որ որևէ մի քաղաքացի փորձել է դիմել, փորձել է ստանալու չի կարողացել եւ որևէ դիմում բողոք է ներկայացել դրա վերաբերյալ։ Երկրորդ արձանագրումը այն է, որ նշված ենթադրյալ տեղեկատվության կորուստով որևէ անձի որևէ վնաս նյութական չի պատճառվել։ Եվ երրորդը, այս նյութերը նոր որ տրամադրվեց ուսումնասիրեցինք, որոնք մեզ չէր տրամադրվել ամեն դեպքում, երևում է, որ Հեծի աշխատակիցների կողմից իրականացված ներքին քննություն է։ Այսինքն հենց հեծի աշխատողներն են փորձել բարձել այդ ինչ խնդիր է եղել դեռևս հունվար ամսին։ Այսինքն սա ոչ թե մեկի ուրիշ է եկել ինչ որ խնդիր է հայտնաբերել։ Շատ լավ, մի րոպե կներեք, փորձենք հստակ կարճելի ձևակերպենք, որովհետև ձեռի հետ ամեն ինչը թե մեր կողմից, թե ձեր կողմից ելույթների է վերացվում։ Բերեք հստակություն մտցնենք, նախ որ պնդում եք ձեզ չէր տրվել այդ փաստաթուղթը փաթեթով տրամադրվել է Արտուր Սեպտեմբերի 27-ի փաթեթով, ապա նաև տրամադրվել է Մի րոպե, սրանով չի ուզում։ Եթե թույլ տաք, ես կշարունակեմ, էլի տեխնիկական։ Ուրեմն հոկտեմբերի 27-ի գրությամբ դեռևս այս տեղեկատվությունը կոնկրետ այն մասով, որ ներկայացուցիչ նշեց, որ բացակայում է, հանձնաժողովի կողմից ներկայացվել է Արթուր Հովհաննիսյանին որպես Տաշիր Կապիտալ ընկերության ներկայացուցիչ, Մալբերի համակարգում էլ տեսանելի է եւ գտնում ենք, որ ուղարկվել է միանշանակ։ Հարգելի հանձնաժողով, տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը, նման խնդիր չեմ բարձրացրել, խնդրում եմ ուրեմն ընդունենք գիտություն, որ ուղարկողը գտնում է, որ ուղարկել է, մենք չենք ստացել։ Հիմա մենք ստացել ենք, խնդիր դրա մեջ չենք տեսնում, արձանագրենք առաջ, որտեղ տպավորություն է ստեղծում, թե մենք եկել ենք սուտ ենք ասում։ Չէ, բայց տպավորություն է ստեղծում, որ մենք էլ ենք սուտ ասում, որ ձեզ տվել ենք, չենք տվել, ասում ենք տվել ենք։ Պարոն Մեսրոպյան, չենք տվել, ասում եք տվել ենք, ես դրա համար ասում եմ, ուղարկել ենք ու ստացել։ Հարգելի հանձնաժողով, հիմա այս պիրամիդը համակարգի խախտումը, քանի որ ինքնին դերում գալիս է եզրահանգումը առային, որ սա եղել է նորին լիցենզիայի ձեռքելու հիմք։ Ուզում եմ հասկանամ ես, որ բանի այս 42-րդ կետի որ հիմնավորման տակ է, ինքնուրույնի մասին ամային մնացածով, ինքնուրույն որ կետի տակ է գտնում, որ եթե ենթադրենք որ դա ճիշտ է, սա հիմքա որպեսի ձեռքել լիցենզիայից։ Նախ այս բան ուղղակի շատ կարճ անդրադառնամ նրան, որ մյուս ներկայացուցիչը պարոն Ալոյանը արձանագրում էր բաներ, որոնք ընդհանրապես վարույթի առարկայի հետ կապ չունեն։ Սպառողների դիմում բողոքներ, սպառողների նյութական վնաս պատճառված լինել, չլինել։ Արձանագրում եք բաներ, որոնք ոչ նախագծում ներառված են, ոչ նախագծի հետ կապ ունեն, ոչ էլ հանձնաժողովը նման բան պնդել է։ Անդրադառնալով 42-րդ հոդվածին, հոդվածի կոնկրետ հիմքերի առկայությանը, դա միանշանակ հստակ կերպով մատնանշված է նախագծում, կարծում եմ կրկնակի այս բանի ներկայացնելու անհրաժեշտություն չկա։ Հարգելի հանձնաժողով, ձեզ համար էլ չկա, անհրաժեշտություն պարզենք ինչի միայն այս հիմքով գտնում են, ասում բացառապես ասում մնացածը չլինի էլ սա հիմքա որպեսի զրկենք։ Արդյոք այս խախտման իրավիճակը եւ ասենք վերականգնվել է, չի վերականգնվել հանգամանքները չպարզած, պետքա զրկվի լիցենզիայից։ Սա եթե ձեզ հետաքրքիր չի, ես իմ հաջորդ հարցը արդեմ, եթե ձեզ համար է, էլի հարցերը իմ համար չի։ Պարոն Օրբելյան, հանձնաժողովը, ինչպես ասեցիք, եթե հարցեր ունենա, բնականաբար կարգանդված չի հարցերով է։ Լավ, ես այդ դեպքում մի հատ հարց եմ։
Հանձնաժողովը ես խնդրում եմ նաև գիտություն, որ հանձնաժողովը կարծում եմ բոլոր 5 անդամները շատ քաջատեղյակ են որոշման բովանդակությանը, մենք ծանոթ ենք եւ ամեն մեկս կարդացած ենք եկել այստեղ։ Եղավ, հարգելի մի վարքյան տուրել էս փաստաթուղթը։ Ես ստացա այս փաստաթուղթը, այս փաստաթղթի հետ կապված, հա, որտեղ ներկայացվեց։ Այստեղ 23 թվականի վերջին բեկապ լինելու մասին, սրանից բացի ուրիշ ինչ-որ նյութ կա կամ սրանից որտեղից է բխվում, որ վերջին անգամ 23 թվին ա եղել բեկապ։ Տիկին Աղիյան, թե։ Կա իլրումն գրություն E3885 27/10/2025-ի իլրումն գրությանը կցված է տեղեկանք, որտեղ եւս նշված է, որ 23 թվականին է E3880։ Տեղեկանքը գրությանը կից է, այսինքն ենթադրաբար նույն օրով տրված։ Ժամանակավոր կառավարչի գրության շրջանակներում ներկայացված տեղեկանք։ Այո, ներկայացված է տեղեկանք, որտեղ նշված է 23 թվականին վերջին անգամ արխիվացվելու փաստը եւ որ այդ 24 եւ որ բացազատում անել հնարավոր չի եղել։ Ինչը նաեւ նշվում էր այդ նախորդ գրությունում արկա բացատրագրերի մեջ։ Շատ լավ։ Արձագանքում եք, թե հարց եք տալիս։ Չէ, ես մեկ պարզեմ, էլի ինչը գրված էր նկատի ունեք, որ հնարավոր չի ելնել վերականգնվել, հնարավոր չի եղել վերականգնել, թե հնարավոր չի, թե որ 23 թվին է եղել։ Երկու փաստն էլ, որ 23 թվականին է վերջին անգամ արխիվացվել, բացատրությունների մեջ կա գրված եւ որ բացազատել հնարավոր չի եղել։ Իսկ տեղեկանքի մեջ նույն բանը կրկնվում է իմ երկրորդ ասած գրությամբ։ Լավ, տվյալների վերականգնում, որևէ տվյալների վերականգնում տեղի ունեցել է, թե ոչ։ Պատասխանեք Տիկին Ղազարյան։ Ես արդեն պատասխանեցի այդ հարցին, որ 23 թվականին արխիվացված տվյալները հնարավոր չի եղել վերամուտք անել բազա, քանի որ հաշվիչների համարների տեսանկյունից խնդիր է ներկայացել։ Վերականգնվել է պարոն Օրբելյան։ Մինչ 6 ամսվա Ջնջմանը նախորդվող ժամանակահատվածից կախված հաշվիչի հնարավորություններից 2-ից մինչև 6 ամիս տևողությամբ տվյալները, որը իր հերթին հանդիսանում է 2024 թվականի հոկտեմբեր, որոշ հաշվիչների դեպքում, որոշ հաշվիչների դեպքում նոյեմբերը։ Այսինքն վերականգնվել են այդ հատվածը։ Իսկ որպես կորսված նշվել է 18 թվականից մինչև 24 թվականի հոկտեմբեր-նոյեմբերը։ Երկու հատ էլ կար շարժ, վերջին տեղեկատվության աղբյուրը հիմքը ապացույց խնդրեմ, որ վերականգնվել է 6 ամիս, 8 ամիս կամ քանի ամիս։ Ասեմ հիմքը, կարճ եմ տալիս, արագ եմ, Պարոն Օրբելյան, գրավոր հիմք այդտեղ չեք տեսնի, մեր համար հիմքը հանդիսացել է քննարկման ժամանակ մեզ ներկայացված տեղեկատվությունը բացի այդ, քանի որ փետրվար ամսին մենք իրականացրել ենք եւ նայել ենք հետընթաց 2 ամսվանը, իսկ դա արդեն դեկտեմբեր ամիսն է, ընդունել ենք, որ ներկայացված տեղեկատվությունը ճիշտ է։ Շատ լավ, արձագանքեք։ Ես ճիշտ հասկանամ, նյութերում գրավոր ապացույց չկա։ Պատասխանեք։ Ներկայացված տեղեկանքում է գրված, որ վերականգնվել է։ Տիկին Ղազարյան, զուտ ճշտման կարգով նշում եք, որ բնականաբար հանձնաժողովը ունի մշտադիտարկման հասանելիության հնարավորություն։ Դուք մշտադիտարկել եք եւ այդ հասանելիությունը այդ համակարգին ինչ է ձեզ ասում, մինչեւ որ պահի դրությամբ արկա տվյալներն են հանձնաժողովի աշխատակազմին հասու եղել։ Մշտադիտարկումը հանձնաժողովի կողմից իրականացվել է իմ նշած այն մոնիտորինգի շրջանակում, որը չի մտել տվյալ վարույթի մեջ փետրվար ամսին, նաև շրջանակում մշտադիտարկում արել եք։ Վարույթի շրջանակում մշտադիտարկում արել ենք, հասանելիություն չենք ստացել ընդհանրապես այդ տվյալներին։ Արձանագրված է արդյոք եւ արդյոք ապացույց կա դրա մասին վարույթի նյութերում։ Պատասխանեք մեն։ Արդեն պատասխանել եմ այդ հարցին։ Անցանք առաջ, հաջորդ հարցը։ Ես ներողություն եմ խնդրում, որտեղ ասեց M1-ը արել ենք մշտադիտարկում, այս վարույթի մասնակից չի, Տիկին Շահինյանի հարցին արդյոք մշտադիտարկել եք, ասեց արել ենք, բայց չենք ստացել մուտք։ Ես ասում եմ ապացույց կա, որ փորձել եք, չեմ ասում, արձանագրություն օրինակ մշտադիտարկման, առայն որ չենք ստացել։ Վարույթի նյութերում կա թե չէ։
Այդ մշտադիտարկումների հետ կապված մի բան էլի, դրանք որևէ կերպ որևէ ընթացակարգով չեն արձանագրվում։ Դա գործիքակազմ է, որից հանձնաժողովը ցանկացած ժամանակ կարող է իր իրավասությունների շրջանակում օգտվել ու հանձնաժողովը ինքն իրեն ապացուցելու անհրաժեշտություն չունի, որ ինքն իր գործիքակազմից չի կարողանում օգտվել։ Շնորհակալություն։ Ես կարճ արձագանք ուզում եմ արձանագրեմ հանձնաժողովի անդամները որոշում կայացնելուց հիմնվելու են ընդհանրապես բանավոր հայտարարության վրա, որ ինչ որ մշտադիտարկում ա եղել աշխատակազմի կողմից, ընդ որում մշտադիտարկման ընթացակարգը ձևը, կարգը եւ գործողությունները པարզ չի, վարչարության հիմունքների վարչական վարույթի մասին օրենքի շրջանակներում ապացույցներ ձեռք բերելու բոլոր գործողությունները արձանագրվում են եւ պետք է արձանագրված լինի, արձանագրում են, որ դրա մասին ապացույց առկա չի։ Շատ լավ, անցնենք հաջորդ հարցին։ 2025 թվականի փետրվարին մշտադիտարկում արել եք, խախտում հայտնաբերել եք, որ տեղեկատվությունը հասանելի չէ հանձնաժողովի համար։ Պատասխան։ Ես ինչպես նշեցի, մեր պարզաբանում էր, այո, արդեն նշել է, որ պարզաբանում է տրվել, որ միգուցե այդ պահին մեր համակարգչային տեխնիկան թույլ չի տվել դա տեսնել, բայց դա վարույթի հետ, ինչպես հուշում են իմ գործընկերները, այս պահին առնչություն չունի։ Շատ լավ, արգելի մի րոպե կներեք։ Ես արդեն երկրորդ թե երրորդ անգամ եմ այս միտքը առաջ տալիս։ Խնդրում եմ մի կրկնեք հարցերը տարբեր բանով էլի, սենց ռակուրսից, որովհետև այլապես ժամանակի խնդիր ունենք բոլորս, եկեք առաջ գնանք։ Նույն հարցը այս դիրքից, այն դիրքից, մյուս դիրքից պետք չի տալ։ Հարգելի հանձնաժողով, ընդհանրապես մեզ պետք է մի բան արձանագրել, բոլորին շատ հստակ եւ միանշանակ պարզ է, որ 2025 թվականի փետրվարին հանձնաժողովը տեղեկացված է եղել հնարավոր խախտման մասին Հայաստանի Հանրապետության Հանրային ծառայությունների կարգավորող հանձնաժողովի մասին օրենքի 36-րդ հոդվածի հիման վրա 6-րդ կետի համապատասխան ճյուղային օրենքներով իրավասության առնչվող եւ դրանց հիման վրա ընդունված հանձնաժողովի իրավական ակտերի հնարավոր խախտումների բացահայտման դեպքում բացահայտվել է փետրվարին։ Բացահայտ ուրեմն այդ մասին 3 աշխատանքային օրվա ընթացքում պետք է ծանոթի դիմումին եւ սկսի վարույթ։ Վարույթը իրականացնել է զրկումը հանձնաժողովին հետագայում այդ հարցը այն ժամանակ բացահայտված հարցը բարձրացնել, երբ որ օրենքը փոփոխություն ա եղել, սրան ներուղված, եթե ուզում են արձագանքենք եւ ասենք հաջորդ հարցը։ Կարճ արձագանքեք Տիկին Աղինյան, շատ կարճ ու արագ։ Եվս մեկ անգամ նշում եմ 2025 թվականի փետրվարին տեղի ունեցած մոնիթորինգը ունեցել է մոնիթորինգի հստակ առարկա, պարզման ենթակա հստակ տեղեկատվություն, որի պարզման համար իրականացվել է մոնիթորինգը եւ հենց այդ սահմաններում իրականացվել է, այդ սահմաններում էլ կայացվել է համապատասխան վարչական ակտը։ Եվ եւս մի բան ինձ համար շատ զարմանալի է, փաստորեն պարոն Օրբելյանը այս բան վիճարկում է կամ, չգիտեմ, խնդիր է տեսնում մի քանի այդ ջնջված տարիներից թեկուզ մի քանի ամսվա տեղեկատվության արկայության հանգամանքի մեջ, այսինքն եթե տեղեկատվության արկայությունը նշվել է ընկերության կողմից, հանձնաժողովի կողմից էլ համարվել է հավաստի, ես անկեղծ ասած անհասկանալի էր ինչ խնդիր եք տեսնում այդ հարցին հարցով բերեք չպատասխանենք, պարոն Աղինյան արձագանքեք։ Շնորհակալություն, հաշվի առնելով, որ խոսում ենք նաև մեր արձանագրելու մասին, հա, քվեարկող անդամների մասին, դուք անդադ արձանագրում եք ինչ-որ փաստեր։ Մեր գործընկերները, մեր աշխատակիցները նշեցին, որ վերականգնվել է վերջի մի քանի ամսվանը։ Դա նշեց պարոն Ալոյանը իր խոսքում, որ հաշվիչների մեջ առկա ամբողջ տեղեկատվությունը վերականգնվել է։ Դա 2-ից 6 ամիս է։ Այսինքն, որ կարճ տեղեկատվությունը վերականգնվել է, դա հստակ է։ Մնացածի մասով չկա հաշ բանը ինֆորմացիան ժողովրդական ընթացակարգի հետ կապված Իվան խոսում ենք ապացույցներից, ես իրավաբան չեմ, ինֆորմացիան չկա։ Ընթացակարգի հետ կապված ես մի հատ հարց ունեմ, էլի խնդրում եմ պարզաբանել, չէ, ներողություն եմ խնդրում եմ պարզաբանել մասնակիցներին համոզվելու համար Տիկին Անուշիկ Աղինյանի հետ ազգակցական կապ ունեք, թե չէ, հարցը ինչի եմ ասում, Աղինյանը տարածված ազգանուն չի, եթե այդտեղ Օրբելյանն նստած լիներ, նույն հարցին ես էի պատասխանելու ազգակցական բարեկամական կամ որևէ հարազատական կապ ունեք, թե չէ, եթե հնարավոր է բացահայտեք, որտեղ բացարկի խնդիր կարող է առաջանալ։ Հորեղբորս Թորնա։ Հարգելի հանձնաժողով, մենք ունենք բացարկ եւ հնարավորություն ենք, խնդրում եմ հնարավորություն տալ 15 րոպե բացարկը ներկայացնելու համար, որովհետեւ մինչեւ այս պահը տեղեկացված չէ ազգակցական կապի մասին։ Տիկին կամ Օրոր կամ Տիկին Անուշիկ Աղինյանի ազգակցական կապը այն դեպքում, երբ որ Անուշիկ Աղինյանը համոզված է եւ ունի ներքին համոզմունք
Եվ հեղինակն այն նախագծի, որը դրված է քննարկման, կաշկանդում է պարոն Աղինյանին, Սերգեյ Աղինյանին անկաշկանդ վարվելու, բայց որպեսզի հիմքերը կարողանամ ներկայացնեմ, 10 րոպե կարանք դահլիճից դուրս էլ չգան կամ դուրս գան, խնդրում եմ ընդմիջում ներկայացնեմ։ Ուղղակի խնդիր չկա իհարկե։ Սա տեխնիկական հարց է, որի մեջ ես ինքս ի պաշտոնե արգրաված եմ ընդգրկված եմ եղել միշտ, սկսած ամենասկզբից այս համակարգի ներդրման, այսինքն ու զուտ տեխնիկական մասով եմ պատասխանում։ Այդ մասով տեխնիկական մասով հարց չունեմ, իմ խնդիրը վերաբերվում է հետևյալին, շատ իրականում շատ դրական է վերաբերվում հանձնաժողովի անդամներին, ուղղակի հանձնաժողովի անդամներից կոնկրետ Տիկին Աղինյանի հետ կապված, երբ որ հարցադրումը մի քիչ սուր եղավ, բանով եմ ասում, ես իմ տպավորությունն եմ ասում եւ կարծում եմ բոլորս կամերաների առաջ տպավորություն եղավ, որ որոշակի դրական իմաստով եմ ասում, ես էլ լինեի իմ հորեղբոր թորանը պաշտպանելու որևէ ցանկություն կառաջանար եւ ես նման խնդիր տեսնում եմ։ Խնդրում եմ ինձ 10 րոպե ընդմիջում, ես 10 րոպե ժամանակ եմ խնդրում ներկայացնել, 10 րոպե ավել չեմ ասում, հիմնավորումները ուղղակի ավելացնեմ։